Լեզուն, որ գրում եմ անգլերեն է, միջավայրը, որ նկարագրում եմ ամերիկյան է, բայց ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է։ Վիլյամ Սարոյան։ Վիլյամ Սարոյանը բարության, խաղաղասիրության և կարեկցանքի դեսպանն է աշխարհում։ Ահա մի քանի դրվագներ և փաստեր ենք առանձնացրել նրա մասին։ Վիլյամ Սարոյանի ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից։ Երբ Սարոյանը սկսում է գրել, ոչ ոք չի հավատում, թե հաջողության կհասնի, բացի իր Վարշավիր Նշան Փափազյանից։ Նա ասում է. «Մի նեղեք տղուն, անոր մեջ բան մկա, անկրնա նշանավոր մարդ դառնալ»։ Իսկ Սարոյանը գրում էր, ուղարկում թերթերին, ամսագրերին, չէին տպում, բայց չէր հուսահատվում։ Նրա հավատամքը այսպիսին էր. եթե մեկ մարդ քեզ հավատա, ուրեմն պետք չէ հուսահատվել։ Իսկ նա հավատում էր, որովհետև շատ էր սիրում գրելու ընթացքը։ Հայաստան այցելություններից մեկի ժամանակ Սևանա լճի ափին հղկված քար է գտնում։ Ասում է, որ տեղավորեք, պետք է ինձ հետ Ամերիկա Ֆրեզնո տանեմ։ Հարցնում են, թե ինչու ես այդ ծանր քարը քեզ հետ Ամերիկա տանում։ Պատասխանում է, որ ով Ամերիկայում Հայաստանի մասին վատ բան խոսի, անոր գլխին պիտի զարկի։ Հայաստան ամբողջ հայություն աստեղ ունի ուր քոք արմատ, արև բոլոր ժողովրդին կպատկանի, բայց երբ որ կուկամ Հայաստան, արևն կլահայ, օտ նոր կսունչ կարնիմ հոս հայու օտն է, հայու պանջաներ կան աստեղ, հայու պտուղ, հայու թավակներ, ամեն բան աստեղ հայոց է, և ես ավելի շատ հայ կլամ, հոգ չէ թե թապարական հայերեն եմ, բայց ես միշտ Հայաստան է, Իմ սիտս լեռներում է, Հայաստանի լեռներում։ Վիլյամ Սարոյանն ամուսնացել է 2 անգամ, 2 անգամ էլ նույն կնոջ հետ, Քերոլ Գրեյսի։ Իսկ երբ հարցնում են, թե ինչու, հումորով պատասխանում է. Ինչու պետք է նոր կին առնեի, նորի հետ պետք է ծանոթանաս, իսկ ես ամուսնացա առաջին կնոջս հետ, ում արդեն գիտեի։ Իսկ երբ հարցնում են, թե ինչու երկրորդ անգամ բաժանվեցիր նույն կնոջից, ասում է, որովհետև ես երկրորդ անգամ նույն սխալն արեցի։ Սարոյանը մահվանից 2 օր առաջ ամերիկյան մի թերթի 2 տողանոց նամակ է հղել։ Գիտեի, որ մահը բոլորի համար է, բայց կարծում էի, որ ինձ բացառություն կանի։ Տեսակ, ինչ ստացվեց։ Մի փոքր հատված Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսից։ Կյանքիդ ժամերն ապրեի այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին, ու հենց հայտնաբերես հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից։ Աչքիդ լույսի պես պահիր, փայփայիր, մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա են դիմանում մահվանը, թեև այն անցավոր է։ Ամեն ինչի մեջ գտիր լուսավորը, գտիր այն, ինչ չի կարող արատավորվել։ Եթե մեկնումեկի սրտում առաքինությունը պահ է մտել ահով ու կսկիծով, արար աշխարհի ծաղր ու ծանակից մազապուրծ եղած քաջալերիր նրան։ Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ քեզ բաժին ընկած ժամերին չավելացնես աշխարհի վիշտն ու տառապանքը, այլ ժպիտով ընդունես նրա անսահման լույսն ու խորհուրդը։ Հիշենք մեր մեծերին։